Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ մարտի 26-ին դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։ Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով 2 տարա, ապակյա սրվակներ, ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաեւ մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ, ընդհանուր 132 գրամ քաշով։ Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց, կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության եւ լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաեւ կանեփի եւս 4 բույս, 10 փաթեթ լցված ավելի քան 1 կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 տարա, ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաեւ 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։